Ինչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Ես ինչ կասեմ Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեմ, կխնդրեմ, որ խաղաղ հեռանա, որպեսզի մեր երկիրը, մեր սահմանները լինեն պաշտպանված։ Որ հանդիպեմ Փաշինյանին, կասեմ ռուսի ասած պախարոշմու, թողու հեռաց, այդ կլինի ճիշտ, որպեսզի չհայտնվես ԱՀԾ-ի պատվալներում, այդպես կասեմ, ու պարզ կասեմ, թող ես մի անգամ ինքը ման ագալիտ ես մարդկանց, մանիպուլյատոր է էլի, որ տեղում տանի նման մաս կաս դու տարել ես ոչ սրբազաններ ես ճանաչում, ոչ եկեղեցի ես ճանաչում, ցեղասպանություն ես ճանաչում, ոնց ես դու կարողանում միլիոն ու կես ասում անուն ազգաններ րոպե 240 մարդու կյանք կերավ հենց այն վախտեր բանդրած անուն ազգանների տեղից չգիտես ես ոնց ես ուզում 111 տարի անց ուզում ես դուրս տեղ իմանաս անուն ազգանուններով չէ որքան մեծ մարդ է ես իրան մի հարց ունեմ տալու կարող է մի գեղեցիկ որ ինքը Արարատ Միրզոյանի անունը փոխի որտեվ Արարատը մերը չի կարա չի լինի տենց Հարց կտամ, մի հարց, ինչու համար, այդքանը ինչի համար կազմակերպեց, հանուն ինչի, ինչքան պիտի մարդ ատեր հային, որ փորձեր ինքնությունը հայի ոչնչացներ։ Փաշինյանի կասեմ միայն մի բան, որ ինչ խղճով կապրի ինքը, երբ ունենք Հայաստանում 5000-ից ավել զոհվածներ, 11000 վիրավորներ և չպարզեցված թվով անհետ կորածներ։ Ոչ բան չեմ ասի, ես չեմ բանանում իրան որպես վարչապետ, որտեղ պատրաստումը իմ տալիս տղան էլ է զոհվել։ Չգիտեմ։ Այդ վարչապետը ղեկավարը պիտի իրեն ցանի, որ իրան նոր ասեցի։ Ժողովուրդը իրան սիրի, իրան հարգի։ Բայց կարելի ասած ոչ մեկը ոչ սիրում է, ոչ հարգում է, որտեղ ակարականում լրիվ։ Ես 18 տարեկանում գնացել եմ պատերազմ, կրվել եմ 93 թվին, ունեմ 2 պատվոգիր Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ։ Ես ինքս ազատագրել եմ այդ հողերը, ուղղակի կհարցնեին, բա ոնց տենց եղավ։ Ասելիքս կասեմ, այնքան կասեմ, որ կհոգնի, այդքանը։ Ոչ բան ես կար համարեմ կանցնեմ, բարևել չեմ տա։ Այդ ամենամեծ հարվածն է։ Եղավ։ Դու ինձ համար ավելի մեծ ես համարում, որպես մեծ մարդ, քան ինքը։ Ասեմ, այս ժողովրդին ինչու այս վիճակը ըրիր։ Քեզի մարդիկ եկան, որտև վրատ հույսեր տրին։ Ինչու այսպես արիր։ Հայացք ինչու այս իրավիճակ են հասցուցիր։ Ուրիշ բան չեմ գնալ ասել։ Ինչու այսպես ըրիր մեզ։ Ես իմ ճանապարհով կկայլեմ։ Չունեք ասելիք, թե ինչ ասեմ։ Ինչ պիտի ասեմ։ Ասեմ, այդ գիրքը քո ընտանիքի աղջիկները կամ Աննան Տիգին կարդացել է, եթե կարդացել է, էլ ոչինչ չունեմ ասելու։ Իրա գրած գիրքը կամ այդ ով որ խմբագրել է այդ գիրքը եւ տապել է, ես դրան էլ հայ չեմ անվանում, բառեր չունեմ պարզապես ասելու։ Ոնց կարելի է լսեք, գոնե գինեկոլոգի լեզվով գրեր այդ կանացի սեռական օրգանների անունները կամ չգիտեմ այդ process-ը որ իրականացրել են, ինչ գալատ են արել, չէր կարելի այդպես ամոթ է։ Խայտարակություն է սա, խեղկատակություն։ Ես որ հանդիպեմ Նիկոլ Փաշինյանին մի հարց կտամ, կասեմ, եթե դուք ոչ հարգարժան Նիկոլ Փաշինյան, եթե դուք հանդիպեք մինչև 18 թվականի Նիկոլ Փաշինյանի հետ, ձեր մենամարտը ոնց կավարտվի։ Ես այդ հարցը կտամ իրեն։ Ըստ իրեն ոնց կավարտվի այդ մենամարտը երկու Փաշինյանների միջև։ Չեմ ուզում հանդիպեմ ես իրան, ընդհանրապես չեմ ուզում տեսնեմ, որովհետև իմ մեջ հոգեվարքի մի այդ տեսակը, չգիտեմ, ոնց կարող եմ դրսևորեմ ինձ իրան հանդիպելիս։ Դրա համար ես միշտ խուսափում եմ իրեն հանդիպելուց։ Պատկերացրեք, նույնիսկ եթե ես իմանամ, որ մոտակայքում հետ ինքը գտնվում է, ես գտնում եմ լրիվ հակառակ բևեռում, որ ես չհանդիպեմ իր հետ։ Որտեղ ասենք իմ այդ բանին չեմ կարող բացատրել ինչով կատարվում ինձ։ Որովհետև այն ինքը ինչ որ բերեց այս ազգի գլխին, որը կարող է այս ամեն ինչը լիներ առանց զոհերի, ինչպես ինքը ասեց։ Ես այդ հարցը միջև այսօր չեմ կարող մարսել։ Իրոք չեմ կարող մարսել։ Ինձ չկարանամ էլ զսպեն։ Ես դրա համար էլ միշտ փորձել եմ ինքը որտեղ լինի, ես հեռու մնամ իրանից։ Թող եթե ինք իր ճանապարհով մի քիչ բան է մնացել իրան էլի։ Հուսով եմ որ գիտակից մասան
չի ընտրի իրան, ով որ այս հայրենիքի մասին մտածում է, չի ընտրի իրան։ Ու կուղենք մեր մեջքը էլի, կգնա ինքը ոնց հասկնում է մեթալույա, որտեվ արդեն իրան ամեն օր տեղեկություն են հայտնում, որ քո վարկանիշը այս վիճակում է։ Կամաց օր-օրի վրա մինուս ես գնում։ Տեսանք քանի օքով եկան Էշմիածին, տեսանք ովքեր դիմավորեցին, տեսանք քանի օքով գնաց, ջղայնացած, ներվերը խախտված,